եք եւ պատրաստ եք հերթական աշխատանքային շաբաթը դիմավորելու, մեզ մոտ անձրև է, ամպրոպ, վաղուց չէինք լսել որոտը, երկինքը պայթում է, սև ամպեր են կուտակվել, բայց մենք ձեզ լավ տրամադրություն ենք բերել, հուսամ զրույցի ընթացքում դա կհասկանաք։ Դե ոնց է անցել շաբաթ կիրակին։ Շաբաթ օրը ցուցահանդես էր, ուրեմն կարելի է կոչել ամենայն հայոց ցուցահանդես, երևի 30 հայ նկարիչների մասնակցությամբ։ Ահա, շատ լավ։ Եվ ինչ ժանր էր, ինչ էին նկարել։ Forest Lawn-ում մի քիչ տարօրինակ է, բայց դե գիտեք, այս Glendale Forest Lawn-ը, Glendale փողոցի վրա որ կա գերեզմանոցը, բլրի վերևում շենք ունի, որտեղ միշտ ցուցահանդեսներ, ինքը թանգարան է, բայց շատ հաճախ ցուցահանդեսներ են տարբեր կազմակերպվում այնտեղ եւ այս անգամ Խաչով շենքը։ Ներողություն։ Խաչով շենքը։ Այո, այդ որ հերվից երևում է բլրի գագաթին, հա։ Եվ ասում մոտ 30 երևի, եթե ոչ ավել հայ նկարիչների մասնակցությամբ էր։ Ներկայացված էր, հա, շատ լավ է։ Վաղ դե ամբողջ էլիտան, այսպես ասենք, հայ այնտեղ էր։ Անտիր հյուրասիրություն, Ռաֆայել, անտիր։ Այդ կարևոր մասերից։ Ընդհանրապես նման վայրերում ինչ ալենում, գինի երկու տեսակ, երկու հատ քրաքեր, պանիր տենց դեղին եւ այլն, բայց այս անգամ քյաբաբ, լուրջ եմ ասում։ Քյաբաբ։ Դրսում սեղաններ էին դրած, այո։ Արվեստի երեկոյին քյաբաբ։ Այո, ուրեմն ասեմ, քյաբաբ կար, հավ կար, ընտրում էիր, ասում մոտենում ես, chicken or beef, բան, հումոս, զեյթուն, մի բան էլ կար, չգիտեմ, էլ ինչ էր, եւ ֆալաֆել։ Okay, ված չի։ Ամանդ լցումա կող կնել, բացի գինուց, նաև գարեջուր։ Եվ այդ բոլորը ձրի կերխմի քեֆարա շարունակ, վերջացա, դե ուրախ եմ շատ։ Ոչ հրավիրատոմսեր պետք, ոչ տոմս, ոչ մի բան, ուղղակի ներկայության համար, դրսում էլ այդ սեղանները դրած, շատ լավ էին կազմակերպել, շատ լավ։ Ապրեն կազմակերպիչները, շատ ուրախ եմ, որ ինչ բարձր մակարդակի մեջ է անցել։ Չէ, մեզ մոտ հյուրասիրություններ չկար, մեզ մոտ քաղաքական գզվռտոց է դեռ եւ ոնց հասկանում եմ ավելի ու ավելի է թեժանում այս վիճակը։ Վարչապետը զբոսնում էր շաբաթ կիրակի օրերին, հատկապես կիրակի օրով Երևանի փողոցներում Շենգավիթ վարչական շրջանում էր, մի քանի հետաքրքիր դեպքեր տեղի ունեցան մետրոյում, Ժինգյալով հացով տեղը, ու էլի տարբեր տեղեր։ Գիտես, տեսակ է մետրոյի տիկնոջը, ով որ Արցախից էր, հա։ Անկախ ամենից իհարկե հարգելով բոլորի զգացմունքները, ինձ մի հարց է հետաքրքրում այս իրավիճակը լուսաբանող մեր որոշ վայ լրատվականներին։ Ուրեմն հարյուրավոր, հազարավոր, գուցեև տասնյակ հազարավոր գրկախառնություններն ու նկարահանումները, սելֆիներն ու պատճիկներն ու ջերմ բաները դա մի խոսում, դա մի կողմ, ամբողջ այս հազարավոր մարդկանց այս շփման մեջ հիմնական երկու դեպք տեղի ունեցավ, շատ ուզենք 3 կարող ենք ասել, բայց երկու ակնառու դեպք տեղի ունեցավ, որը իրոք չեն ընդունում այդ մարդուն, իրանց իրավունքը եւ կամքը արտահայտում են։ Կարելի է դա դարձնել դրոշակ եւ ասել, ահա նա մերժվեց։ Մերժվածը շարունակում է բան ինչ ձևակերպում ասա։ Եվ Ռաֆայել, ես զարմանում եմ, որ դու շարունակում ես զարմանալ։ Իրենք էդ են մանգալի, առիթ են մանգալիս խոսելու, պարշի որ կարճում են ամեն ինչից։ Կարճում են ամեն ինչից, ինչ որ հնարավոր է, որ օգտագործեն որպես հակատույն։ Որտեւ այդ իրանց դուք չի գալիս այդ ամեն ինչի այդ պոպուլարություն իրենք զգում են ժողովրդի մոտ որ կա այդ մարդու նկատմամբ ինչ որ տիկինը ասեց եւ այլն իհարկե հասկանալով իր զգացմունքները թողնեք իր ախղճին եւ այլն, բայց ես որպես հայաստանցի մարդ, երևանցի տղա, ես երբեք եթե իրանք վիրավորված են, ես էլ վիրավորված եմ, թքած ունեմ Հայաստանի վրա արտահայտության վրա։ Այսինքն Ժորժ ջան, նույն ձև եթե դուք գնահատում եք ձեր, եթե հարցս դա է հասել, ձեր Արցախը, ուրեմն մենք էլ պիտի մեր Հայաստանի մասին, եթե իմն ու ձերն ու մերի թքած ունենալու բառամթերքը բարձրաձայնում եք դուք, կներեք, բայց մենք եռաբլուր ենք տվել, էլի։ Այսինքն դու ոնց կարող ես հազարավոր զոհերի փաստը
դնել մի կողմ, բայց տղեկի շիրիմները, բայց ինչի համար այս ամեն ինչը եղել, թե դու թքած ունես, այդ ինչ ասելու բան է։ Ինձ պետք չէր ձեր Հայաստանը, ինձ եմ Արցախն ու Ղարաբաղն էր պետք։ Կներեք, ես դրա հետ չեմ կարող համաձայնել, որովհետև շատ վատ արտահայտություններ եւ այնքան բոլոր կողմերից, որ կողմից ուզում ես նայ, շատ անպիտան բան է, հայտարարություն է, չմտածված, վիրավորված, մարդու էլ իսկապես ոնց կարելի է, քեզ բերել են այդ ամեն ինչը, ես չեմ ուզում թվել ինչեր են արել, բայց արել են։ Թող ինքը Փաշինյանին չի ընդունում։ Փաշինյանը ստեղծել է այդ վիճակը, որ դու ասես ես քեզ չեմ ընդունում ու քո ոտերը չի ջարդվում։ Դու կարող ես ասել ես ձեզ չեմ ընդունում, ես ձեզ չեմ հարգում, չեմ ընդունում, չեմ սիրում, ատում եմ, ինչ ուզում ես։ Բայց երբ որ դու մի ամբողջ երկիր դնում ես վիրավորական արտահայտության մեջ, ասես թքած ունեմ այդ ամեն ինչի վրա, դա կներեք, դա Փաշինյանի երկիրը չի։ Սա իմ, ձեր, մեր բոլորի երկիրն է, որի համար պայքար է եղել հազարավոր տարիներ ու մի բուռ ազատագրվել է ու կա այդ երկիրը, դու ոնց կարաս այդպես բան ասես։ Դրա համար չգիտեմ, էլի շատ ինձ թվում է եւ այդ կինը գիտեք ցավոք սրտի այդպես մտածող մենակ չի։ Էլի կան, չեն ասում ուղղակի, բայց վստահ եմ որ կան հենց այդպես մտածող, որ թքած ունեմ ձեր Հայաստանի վրա, ինձ պետք է իմ էսը կամ այնը։ Եվ այս մարդիկ ես վստահ եմ, որ կուզենային ավելի շատ Պուտինի հսկողության տակ ապրեին Ղարաբաղում, կես բանով եւ այլն, բայց այս ամեն ինչը չլիներ։ Իհարկե։ Ու դա ցավալին հենց դա է, ցավալին հենց դա է։ Բայց ես կարծում եմ, որ սա ժամանակի ընթացքում կհարթվի այս խնդիրները, եթե ճիշտ ճանապարհով գնաց մեր երկիրը, մեր հայրենիքը, այսրանք բան կլինեն, էլի։ Մյուս կողմից էլ մտածում եմ, ստանից հանված ժողովուրդ են բան կորցրած, այս կողմ, այն կողմ, սա արդարացում չի բոլորովին, սա արդարացում չի, բայց կարող ես հասկանալ որտեղից է գալիս այս կնոջ բանը։ Եվ ելի եմ ասում, եթե սա մեկ օրինակ լիներ, սկի չենք էլ խոսի այդ մասիկ, ասենք մեկը տենց անկաբան է, բայց սա վստահաբար սա բան է, էլի շատերի մոտ կա այս տենդենսը, որ դուք մեզ սենց արեցիք, մենք ձեզ պետք չի եւ այլն եւ այլն։ Այստեղ ես որոշ նկարներ եմ, մեր լավ ընկերները ինձ որոշ սկրինշոթներ են ուղարկել, համայնքում այդտեղ Լոս Անջելեսում այսպես կոչված մտավորականներ կան, որ բացի պաթոսային թոթովանքով ոտանավոր արտասանելուց ուրիշ ոչ մի բան մեծարով չեմ անում ու գրել են թե ինչ հայրենասիրական ակտ էր դա, թե ինչպես կնոջ կողմից, կնոջ կողմից ու զարմանում եմ որ դա ասում է կին եւ մայր։ Շատ լավ ճանաչում անունը չեմ ուզում տալ, որովհետեւ հիմա որ ասում եմ աշխատել ենք իրար հետ, ճանապարհները խաչվում են, միշտ պիտի իրար երեսին նայելու տեղ թողնես, էլի, բայց մեկը ես չեմ կարող հասկանալ ոնց կարող է Հայաստանի վրա թքած անձնավորությունը անկախ նրանից։ Փաշինյանի հասցեին ասել, այդ իր անձնական բանն է, էլի եմ ասում, բացարձակ, ում ուզում եք, ինչ ուզում եք, վերաբերեք, ոչ մեկի պարտական չի, բայց երկրին տես բան մի ասեք, էլի։ Այդ բանի պատմությունն է, Սամվել Կարապետյանը որ ասել թքել եմ ձեր հեծի վրա էլ։ Այսինքն ոնց կարաս տես բան ասես, դա պետական ստրուկտուրա, դա միակ կառույցն է Հայաստանի Հանրապետության հոսանքի էլեկտրական մատակարարման։ Եթե դու դրա վրա թքած ունես, երկրի վրա թքած ունես, մյուսի վրա թքած ունես, կներեք Ժորժ ջան, սա էս ուր է հասել։ Պարշի, որ տենց այնք իր փողերից բաց իրան ինչ է հետարկում։ Բայց հիմա փրկում են, երեք թքած ունեն, այսօր ասում 300,000 տեղ աշխատատեղի զարկում։ Այսպես կոչված ընդդիմությունը, որը տիկնոջ ասացից ուրախանում է, ինքը նույն Հայաստանի անդամը չի, նույն իր հայրենիքը չի այդ Հայաստանը։ Ոնց կարող է մեկը քեզ ասի թքել եմ քո հայրենիքի վրա ու դու ասես այ ասես տես ինչա ոնց է այս։ Ես սկրինշոթը կուղարկեմ։ Երևում է, էլի, հա։ Դուք էլ եք ճանաչում սույն տիկնոջը, կհասկանաք, ոնց կարելի է այդպես պաթոսային բան գրել, էլի։ Չէ որ նա ես իմ ինչ բան, Ժորժ ջան, հանգիստ։ Okay. Մյուս կողմից էլ արի բան անենք, Ռաֆայել, խոսենք այս բանի վարչապետի արշավի մասին, որ ժողովրդի հետ տենց ասում շփվում եւ այլն եւ այլն։ Okay, ասենք։ Դու պետքա հասարակ տրամաբանություն ասում ա այդ քանակով հանդիպումների ժամանակ մանավանդ որ զգացում որ պատրաստված չի, բեմադրված չի, ոնց որ մենք տեսել ենք սովետական տարիների այդ բեմադրությունները։ Բնական է որ նման բաներ պիտի լինեն, էլի։ Բնական է։ Զարմանում է որ մինչև այդ իրանք համապատասխան ուժերը չէին ուղարկում սադրիչների։
Այո, այո։ Այլ որտեվ դա էլ էր զարմանալի, որտեվ բացի սանդրիչներից, Ռաֆայել, անպայման մարդիկ կլինեն, որ տենց մի ոչ խելացի բան կասեն։ Հնարավոր չի, որ դու բոլորը քեզ բան անեն, էլի։ Դե եթերում էլ ասեցինք, երեքշաբթի օրն էլ ասեցինք, էս անկախ ոնց եք դուք վերաբերում ներկայիս իշխանությանը, այս իշխանությունը ստեղծել է մի համակարգ, որտեղ դու կարաս դեմ դիմաց կանգնես ու ինչ մտածում ես ասես ու ոչ քո ընտանիքի անդամները ոտերը չի փոկվում համապատասխան տեղերից։ Էս է։ Բայց դա շատ կարևոր բան է։ Դա բաց հասկանալ է պետք դա։ Հիմա որ այս ոտանավոր ասմունքողները չեն հասկանում, ուզում ես Ռամիկը հասկանա։ Եթե մտավորական կոչվողը չի հասկանում, բա Ռամիկ ժողովուրդը ո՞րից հասկանա։ Հիմա իմ մոտ ուրիշ հարց է առաջանում, էլի, լուրջ եմ ասում, հարց, ոչ թե ես էլ կարծեի, որ սխալ է, կարծեի սխալ է։ Պետք է այդ հանդիպումները այդ ժողովրդի հետ, թե պետք չի, էլի, այս փուլում, չգիտեմ։ Չէ, բայց եթե նախընտրական փուլ ենք թևակողում, հա, բայց մի քիչ անձնական է իր մոտ, էլի, շատ տենց։ Չէ, բայց երկրորդ ուժ հռչակած իր կազմակերպությունը անկախ օրենքի թույլտվությունից եւ չգիտեմ ինչերից ավտոբուսներով եւ ոչ միայն շատ ակտիվ քարոզարշավ ա մտել իշխանությունը ձեռները ցալի նստի ինքն էլ իր քարոզարշավն ա անում ասում ա դուք հավաքվում եք դահլիճներում ես էլ կարամ զբոսնեմ քաղաքում բա ասում եք մերժված եմ բա ասում եք ժողովրդի ինձ տենց չի ուզում կմտնեմ մարդկանց տուն կմտնեմ մարդկանց բակ կմտնեմ մարդկանց խանութներ հա տասնյակ հազարավորի մեջից 3 հոգի կասիստեմի արի իր իրավունքն է Հարցը իրավունքի մասին չի, հարցը արդյոք օգնում է նպատակին, թե ոչ, այս պահն է էլի ինձ բան անում։ Չգիտեմ, ես այնտեղ չեմ, մի քիչ դժվար է ինձ համար դատելը, բայց սա լակմուսի թղթի պես է, տրամադրություններ են զգում մարդկանց։ Բայց բաներ վտանգավոր կողմեր էլ ունի էլի բոլոր դեպքերում։ Ինչևէ, լավ։ Զանգ ունեմ, կարող է թեմայի շուրջ է այս ամեն ինչը։ Միգուցե։ Տեսնենք ով է միացել, ասենք բարի օր, բարև ձեզ։ Բարև Ռաֆայել ջան։ Բարև ձեզ, ով է միացել։ Օքսենն է, ես քեզ եմ զանգարել։ Օքսենը, Հիմա ուզում ասել, դե չելենջը ուժի մեջ է։ Որ չելենջը, Օքսեն ջան։ Որ ընտրությունների հարցով։ Այն որ պիտի բան անեինք, ռազգայինք։ Hello, լսում ես Օքսեն ջան, չի լսվում ձայնդ։ Այո, լսում եմ քեզ։ Որ մի կհիշացնես, խնդրում եմ, որ ընտրությունների որ արևմտյան երկրներից է պետք է գնան ընտրությունների։ Բավոնց, Օքսեն ջան, անպայման։ Իսկ ես Messenger-ից ցուցել եք նամակը, ես բան է ուղարկել։ Երբ, եղբայր։ Նոր, հա։ Այս նախավերջի ելույթից։ Մի հատ կնայեմ, ես տեսնում ես որ կան շատ իրավ հետևում քեզ Ռաֆայել ջան։ Շատ ուրախ եմ, կնայեմ անպայման, եթե չէ մի հատ էլ խնդրում եմ գրի Messenger-ը գժական։ Չէ, դու տեսը նայել ես, ուղղել ես ինչ որ կար, նայել ես։ Հա, դե լավ, դե ուրախ եմ, եղբայր։ Ոնց հասկացա գալիս է։ Ուրախ եմ, օքեյ, դեպի բարի օր եմ ասում, հուսով եմ այդ challenge-ը ուժի մեջ է, երևի կհանդիպենք ինձ թվում է։ Անպայման, Օքսեն ջան, լավ որ ձեզ։ Լավ որ։ Ուրբաթ օրը challenge էինք հայտարարել դերենիկ որ դրսում ապրող հայերից քանի հոգի են գալի Հայաստան մասնակցելու ընտրության եւ իրանց պարտքը տալու։ Այս challenge-ը հիմա արձագանքներ եմ լսում, ես կարծում եմ շատ հայանպաստ challenge է սա։ Տեր կանգնենք մեր պետությանն ու պետականությանը կոչվում է challenge-ը։ Ես 3 գործերով փոքր կենտրոնում մի քիչ շատ մնացի երեկոյան ժամերի եւ չեմ ասում որ ուժի, չնայած դուք գիտեք որ գրասենյակի մոտ է ասում եմ մեր շատ մոտ է այդ գրասենյակը։ Եթե սուտ չասեմ մի 40 միգուցե մի քանի տասնյակ երիտասարդներ, տենց 10, 19, 20, 21 տարեկան երիտասարդներ, բոլորի կրծքին նշաններ, Մասիսով իրանց ուժի անունը դոշտներին ու բոլորը առանց բացառության խոսում էին այն տիպիկ մոսկովյան ռուսերենով։ Հա, մնացած ենթադրությունները թողնում եմ ձեզ։ Ինչա ոնց դրա համար challenge արի Հայաստան եւ տեր կանգնի քո պետությանը։ Всё, ուրիշ բան չեմ ասում։ Գնացինք առաջ, ընկերների դեպ մենք ուղիղ եթերում ենք, եթե ասելիք կա, խնդրեմ, հեռախոսամարը ազատ է, գործում է 747-477-3444 կարող եք զանգարել։ Ռուսաստանից խոսեցինք, զանգ ա եղել Պուտին Փաշինյան։ Այո։
Եվ Հայաստանի կողմից առաջարկ եղել է էլ հետաքրքիր։ Դե զարգերակի վրա եմ պահում էլի։ Ինձ շատ դուր եկավ 3 այդ որ զբոսնում էր քաղաքով Փաշինյանը, մեկը մոտեցավ, բա Մերի քաղաքացի ասում է, «Պարոն վարչապետ, Ռուսաստանը մեր թշնամի երկիրն է, ասենց բաներ արել եւ ասենց տենց»։ Ասեց, ինչ բանը, ինչ որ ասում եք, բան, որոշ բաների հետ համաձայն եմ, բայց ոչ, Ռուսաստանը մեզ թշնամի երկիր չի, ես տեսակ այդ համաձայն չեմ, բան, Ժողովուրդ ջան, չի կարող երկրի առաջին դեմքը այդպես եթե անգամ ներքուս, եթե անգամ իր քաղաքականության արդյունքում ինքը հասկացել է դա, հասկացեք ինքը չի կարող տենց բան ասել եթերում։ Այդ հատվածը կտրել են դրել են ասում են ով էր ասում Պուտինի մարդը չի Փաշինյանը ու այդ բանն է դրել որ Փաշինյանը ասում է ոչ համաձայն չեմ ձեր հետ որ Ռուսաստանը մեր թշնամին է։ Դու պատկերացնես եթե հանկարծ երկրի վարչապետը այդ քայլելու ժամանակ ասեր այո իհարկե Ռուսաստանը մեր թշնամին է։ Դուք այդ տարական բան չեք հասկանում, որտեղ կա քաղաքականություն։ Այդ դու կարող ես գոռալ ինչ ուզում ես, ինքը չի կարող, ինքը հա իր ասածը կարող է շատ հետևանքներ ունենա։ Արդեն սպասում են տենց բանի այնտեղից որ բա սայթակ են այդ իմաստով էլի։ Իհարկե, բա ոնց։ Էլի զանգ ունենք ոնց որ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ լավ, դուք ոնց եք։ Լավ, Դերենիկ եւ Ռաֆայել։ Ուրեմն լսում եք ձեր քննարկումները։ Եվ ինչն է հետաքրքիր, այստեղ Լոս Անջելեսում էլ տարբեր շրջապատներ, երբ որ հավաքվում են, նման քննարկումներ գնում են։ Բայց ցավալին այն է, որ կարող ես տարբեր կարծիք ունենալ, կարող ես կառավարությանը չսիրել, ղեկավարությանը չսիրել կամ վարչապետին չսիրել, բայց ճիշտը մնում է ճիշտ եւ ճիշտը մեկ հատ է, որ կողմից ուզում ես նայի։ Ձեր ակնարկած տեխնոջը ես էլ եմ լավ ճանաչում եւ նրա գրառումները Facebook-ի վրա հետեւում եմ եւ զարմանում եմ իսկապես ոնց կարելի է նման ձևով արդարացնել այդ տեխնոջը եւ իր երեխու ներկայացան, որ նման ձևով խոսում էր վարչապետի հետ։ Հարգանք կա, վարչապետը դա մի պաշտոն է, որ ներկայացնում է մեր երկիրը։ Չի կարելի այդպես խոսել իմ կարծիքով։ Եվ անկախ դրանից ինչքան էլ սիրես վարչապետին, բայց հարգանք ունեցի, ասա քո խոսքը, բայց նման բանավեճի մեջ որ մարդուն հունից հանես, չեմ կարծում նա։ Դե մենք էլ ասենք մեր ընկերներով տարբեր սֆերայի ներկայացուցիչներ հավաքվում ենք, առողջ քննարկում ա գնում, պլյուսներ են խոսում, մինուսներ են խոսում, բայց երբեք չի կարելի համար մեկ պաշտոնյային, որ ներկայացնում է մեր երկիրը։ Եվ բառացիորեն մարդը ներկայացնում է իրական Հայաստանը։ Եվ ինչի է կենտրոնացել մենակ ասենք Արցախի վրա, բա Նախիջևանը, Խալքալակը, բա Ղարսը, Վանը, Կիլիկյանն ու մնացածը չեմ ասում։ Էդի ինչ կողմնակալություն է։ Չգիտեմ, ես իմ կարծիքն է։ Շնորհակալ եմ ձեր կարծիքին։ Եվ խնդրեմ, որ նման բաներ չգրի, բոլորս էլ այսքան դուք էլ եք իմանում, ով է, ես էլ եմ իմանում։ Ամենայն ես մի բան խնդրեմ, էլի այդ տեխնոջ անունը ասեք, հա ով է ինձ ասեք։ Դեմ կա Լոս Անջելեսում եւ իր կարծիքը շատ են հաշվի առնում։ Թող մի քիչ ավելի։ Ուղղակի ով է հեղինակը այդ խոսքերը դեմ կուզում իմանալ, ինչ կա այստեղ ես չեմ հասկանում։ Եթե գրել է այդ կինը, ինչու՞ չկարելի անունը։ Եթե այդ կինը գրել է նման բան, ինչու անունը չի կարելի տալ։ Դե ով է գրել։ Չէ, չարժի, ինքը բավական մեծ ճանաչում ունեցող է։ Մենք բոլորս էլ արգում ենք իրան որպես արվեստագետ։ Ես այսօր կգտնեմ, կարելի է քաղաքականապես տարբեր բևեռում լինել, բայց կոռեկտության մեջ մնալ։ Բարի հարգելի, շնորհակալ եմ զանգի համար, ես լավ որ։ Եղավ, լավ եղեք, առայժմ։ Հաջողություն։ Սրտություն։ Մի խոսքով, հա, այս անուն տալը գիտես ինչ, երբ որ մեկի հետ մոտիկ ես, եթերում հաճախ ես եմ ասում, որտես մի բան գրում են մեր մասին, ասում եմ հարցում են զանգի ինձ։ Հիմա ես իրան չասեմ, եթերում անունը տամ, իմ կարծ, չէ, ես ձեռն պահ կմնա, եթե դուք ուզում եք, խնդրեմ, ձեր իրավունքն այն։ Հա, եթե իմ հենց որ իմ հացակ Գնացինք առաջ, այս թեմայի շարունակությամբ, հարգելի բարեկամներ, Տրամփ 48 ժամ Իրան ժամ ա տվել Իրանին, այսօր Թեհրանից լուսանկարներ էին հրապարակում, բառացիորեն հսկայական քաղաքը մթության մեջ է եւ էներգետիկ ենթակառուցվածքներն են թիրախավորում
Դե սկզբից ասեց 48 ժամ։ Հա։ Գտամ ասեց բան էս կանեմ, մենք կանեմ սկսեց էլի հոխորտալ, հետո այսօր էլ ասեց որ չէ, 5 օրով հետաձգում եմ դա ասեց, որովհետև բանակցություններ ենք վարել եւ արդյունավետ Իրանն էլ վերգացավացեց ոչ մի բանակցություն մենք չենք վարել, ուղղակի ինքը վախեցավ, որտեվ Իրանն էլ ասեց բան կդնենք, ականներ կդնենք Հորմուզի նեղուցում։ Ասա դրանից վախեցավ, դրա համար 5 օր հետաձգեց, մենք ոչ մի հետ բանակցություն չենք ունեցել։ Այս մարդը ինչ ուզում ասում է, հասկանում եք, հա։ Եվ էլի ասում է որ հաղթել ենք, նպատակներին հասել ենք, էս ենք արել, են ենք արել, բայց ես ոչ մի նպատակ չեմ տեսնում որ հասել են, որ ըստ երևույթին էլի լրիվ սխալ պատկերացրեցին, թե ոնց է։ Իրենք կարծում էին ոնց որ Պուտինը Ուկրաինայի հարցում շատ նման մի բան եղավ։ Իրանք էլ կարծում են որ հեսա կտանք, եթե կսպանենք Խոմեյնիին, կսպանենք սրան նրան, կպայթեցնենք էսեն եւ ժողովուրդը միանգամից էս կգա եւ կլինի ռեժիմի փոփոխություն։ Չէ, հարգարժան ամերիկացիներ, չստացվեց, այդպես չի լինում։ Դուք էլի սխալ հաշվարկ արեցիք։ Դուք կարող եք ռումբերը ամեն ինչ ճիշտ եք հաշվում, բայց այդ երկիրը դուք չեք ճանաչում, այդ մարդկանց դուք ըստ երևույթին այդպես է երևում, էլի չեմ ուզում մեծ խոսել, բայց ձեր արարքներից դա է երևում, որ չեն հանձնվում իրանք եւ չեն հանձնվի մինչեւ վերջի կաթիլարյան պիտի պայքարեն այդ մարդիկ։ Եվ գիտեք ինչ, այսպեսի մի դոկտրինա կա, էլի, բան ռազմական, որ մինչև ասում է զինվորի կոշիկ չմտնի այդ երկիրը գրավել չես կարող։ Ինչքան ուզում ես ռմբագոցի։ Բայց Միացյալ Նահանգները չի ուզում զորք մտցնել, որտեղ հենց որ սկսեցին զոհեր լինել ամերիկյան կողմից, արդեն իր գործը շատ վատանալու է։ Մանավանդ այս ընտրություններից առաջ։ Չի ուզում դա անել, ուզում ամենակ ռումբերով էլ մենակ չի ստացվում։ Դե ուրիշ իհարկե, դա ուրիշ բան է դառնում։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է եկել հերթական գնացքը բեռներով, ուրեմն հնդկածավարով եւ պարարտանյութերով բեռնված։ Եթե նախկինում հնդկածավարը գրեչկան չի։ Գրեչկան է, այո, գրեչկայով, հա։ Դեպ Ռուսաստանից է ոնց հասկանում ենք, այդ ռուսականը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվականները, նշելով, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի նաև եւս 4 վագոն պարարտանյութ եւ 1 վագոն հնդկածավար։ Վառելիք, ցորեն, հնդկածավար, դե կամաց շրջանառություն եւ այլն ռուսական կողմից տնտեսագետներից մեկի հետ էի խոսում, ասում որ ճանապարհը կարճ է, գնի վրա կարող է ազդել։ Արդյոք կնվազի խանութներում, տեսնենք, Ռոժ ջան, տեսնենք։ Ես առանձնապես դրական բան դեռ չեմ տեսել գնանկման պարագայում։ Ինչու բենզինը չեժանացավ, Ռաֆայել։ Դե հիմա թանկացավ, դե նավթն է թանկացել, էլի բարձրացավ։ Դե հիմա այդ արդեն չէ, բենզինը էժանացավ, բայց բենզինը էժանացավ ոչ թե ճանապարհի, նաև այլ ադրբեջանական բենզինն էլ է էժան, մոտիկ։ Հենց այդ եմ ասում, հա։ Բայց ռուսական ապրանքները դա գալիս էր Վրաստանով։ Հա, հիմա Ադրբեջանի տարածքով ագարի իբր ավելի երևի կարճ է, չգիտեմ, ես շատ բան այդ հարցերում չեմ հասկանում, բայց ենթադրվում է որ լոգիստիկ հանգույցների կրճատմամբ, վառելիքի կրճատմամբ նաև ինքնարժեքը պիտի անկում ապրի։ Այստեղ հետարքիր բան, ասենք ինքը փաստը բան չի, հա։ Ուրեմն Երևանը միանում է երկրի ժամ համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը։ Մարտի 28-ին ժամը 20:30-ից մինչև 21:30-ը մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոցների եւ շենքերի արտաքին լուսավորությունը։ Այ մարդ, սա բնապահպանական է, սա անում են դրա համար, որ տարին գոնե մի ժամ էլեկտրականություն խնայեն, քիչ բան վառը եւ այլն եւ այլն։ Սա այն երկրների համար է, որ 24 ժամ լույս ունեն։ Բայց Երևանում 2-3 օրը մի անգամ լույսերը գնում է, սա իմաստ չունի Երևանում անելը։ Այդ խեղճ մարդկանց վրա հիմա մի հատ էլ բնապահպանական լույս են կտրելու, իմաստը որն է սրա։ Բնապահպանություն ասեցիք։ Աբսուրդ, մենք ամեն օր պահպանում ենք, ես ինչքան կարդում եմ, այսինչ ժամից այսինչ ժամը լույս չի լինի, այսինչ ժամից այսինչ ժամը ջուր չի լինի, էս է։ Ամբողջ օրը մոլորակի օրն է։ Քանի որ բնապահպանությունից խոսեցիք, քաղաքական Նոյան Տապանի ղեկավարն է այսօր խոսել։ Գիտեք, քաղաքական Նոյան Տապան պիտի ստեղծի, ասեցին այդ, գիտեք, թե չեք լսել այդ պատմությունը։ Պարոն Գագիկ Ծառուկյանը, հարգարժան, ասեց ես ստեղծելու եմ քաղաքական Նոյան Տապան։ Իհարկե, այ որ իմանանք, մեզ եք ասեք, մենք եք իմանանք, բայց մարդը հայտարարեց, ասեց, որ իբր փրկվեն բոլորը։ Չգիտեմ այդ ոնց է պատկերացնում, բայց մի խոսքով։ Ուրեմն այսօր լրագրողները հարց են տալիս, բայց ձեր վարչապետի անունը վերջը
Կասեք։ Ոչ հինա, ոչ նորա, ասեց։ Հենց տենց ապագայի վարչապետն։ Դե գնացեք իմացեք։ Դե գնացեք մտածեք։ Մեր երկրին այսօր պետք է ապագայի վարչապետ։ Ոչ հներից, ոչ նորերից։ Նա ապագայի վարչապետն է։ Դե գնացեք, տանջվեք, որ իմանաք ով է։ Դե պարոն Ծառուկյան։ Իսկ թվում է դեռ ինքն էլ չգիտի, չի որոշել իսկ թվում է։ Չգիտեմ։ Բայց հետարքիր է, չէ, ում որ առաջադրի ինքը, պատկերացնում ես մինչև առաջադրելի ղազագրեր ավերցնելու ստորագրություններ, որ եթե սենց անելու, որ եթե անկախ ընտրվեց մեդալալալա, մի ամբողջ բան էլի, ոնց որ ինքը սիրում է անել, սեյֆում պահում է այդ թղթերը։ Անբարոյականի տղա լինեմ, եթե հետ քայլանեմ։ Երբ որ այ հասուն քաղաքական գործիչները այդպես են վարվում, բարեկամներ, սովորեք։ Ղազագիր ես հավաքում բոլորից։ Բաներ ունենաս էլի, ոնց է կոչվում, կամպրոմատ, հա, կամպրոմատ։ Կամպրոմատներ ունենաս։ Երբ որ Սերժ Սարգսյանի օրոք ինչ որ ընդդիմության հետ կապված ինչ որ բառ ասեց պարոն Ծառուկյանը, ախր դա կա վիդեոներով, տեսանյութերով, ես էլ լրատվականում էի այդ ժամանակ աշխատում։ Կես բառ ինչ որ ասեցի աջակցություն, բան։ Հանրապետականի շտաբը կես ժամում ժողով հրավիրեց այդ հայտնի Մանվելի խոսքը, բուրջը, այդ գիտեք, Աշոտյանը, Արմեն Աշոտյանը ասեց այդ ժամանակ, ասեց մենք Դովդի Գագովից սարքեցինք պարոն Ծառուկյան, պետք եղավ էլի կսարքենք Դովդի Գագո, այսպես։ Դու պատկերացրես լեկտիվություն։ Ու դրանից 25 րոպե անց պարոն Ծառուկյանը ասեց ես հեռանում եմ քաղաքականությունից։ Պիտի այդ երկիրը լիներ, այս ձևաչափերով լիներ, որ նոյանտապան լիներ։ Հիմա հետարքիր է, չէ, այդ բոլորը սաղ մոռացան այդ բաները, էլի, ճճացող բաներ, անարդարությունները, ճճացող, ինչ ուզում անում էին, հա։ Ազատության հրապարակի միտինգի ժողովրդին կես բառ աջակցություն հայտնեց, ինքն ինչ ժողովրդի մարդը նմագայց հիմա ես ոչ մեկի իրավաբանը չեմ, ոչ մեկի պաշտպանը չեմ, բայց այդ փաստա չէ, կես ժամ հետո քեզ բարգավաճը լուծարվեց կորաբան, մի երկու օքե փախան Ամերիկա բեժնես դարան։ Այդ չի, բա երկրորդ ուժն էր պետության։ Երկրորդ ուժն էր քաղաքական հանրապետականից հետո երկրորդ ուժը Բարգավաճ Հայաստան կուսակցություններ լուծարվեց վարքյանական տրոհվեց հիմա բաբա որտեվ Եվրասպա իրավիճակա փոխվել այ էտա արե իշխանությունը առաջին հերթին որ ամեն մեկը կարողանում է իրան զգա նա շուտ է մոռանում ժողովուրդը ամեն ինչ շատ շուտ Եթե 2021 թվականին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, այդ ապուշ հայտարարությունների տակ չէինք ստորագրի։ Հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը այսօր։ Ամենադեպս քիչ առաջ հրապարակեց կայքերից մեկը։ Այս մասին մեծ քաղաքականություն ոդքասթի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Եթե 2021 թվականին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև այդ ապուշ հայտարարությունները չէինք ստորագրի Պրահայում եւ ես որևէ կասկած չունեմ։ Այդ գիտես ինչի պես է, որ Թրամփը վերակենում ասում է, այ եթե ես լինեի Օբամայի տեղը, այս պատերազմը չէր սկսի, եթե ես լինեի բանի տեղը, այս բանը չէր լինի։ Նույն այդ շարքից է, էլի։ Բանը Արարատ Միրզոյանը Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում եւ դրա մեծ մասի հետքերը տանում են Ռուսաստան։ Քեֆս բերեց Արարատ Միրզոյանը։ Արտգործնախարարն է ասում, սա պաշտոնական է արդեն, հա։ Ըստ նախարարի մի մասը արվում է լրատվամիջոցների միջոցով։ Մի մասը գիտակցված է արվում, մի մասը պատահաբար է ստացվում, պատահաբարին չեմ հավատում։ Այո, սուտ տեղեկատվության տարածման մասին է խոսքը, հայտնեց նախարարը։ Նա նշեց, որ սուտ տեղեկությունը ստան դեպի Ռուսաստան։ Դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից բարձրագույն իշխանությունը ամեն ինչ կազմակերպում է։ Կարող եք տեսնել ռուս դաշնության падգամավորներ, որոնք Հայաստանի իշխանության դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն։ Կարող եք տեսնել փորձագիտական շրջաններից նման բաներ, կարող եք տեսնել։ Նրա խոսքով կան ինչ-որ շրջանակներ, որ երբ լսում են Եվրոպական միություն բառը, խրտնում են։ Հենց Եվրոմիություն բառը լսում են, չոքերը թուլանում են մի անգամից։ Բայց ես սրան չեմ հավատում։
Իհարկե կա գրասենյակ, որ լրջությամբ զբաղվում է սրանով, իհարկե ամենաբարձր մակարդակով այդ կատարվում Պուտինի մակարդակով, որտեղ շատ գնալով կարևորություն է ստանում Հայաստանը իրանց համար, ինչ ըստ իրա, ուրեմն դե ես հասկանում եմ, ունի ուզում եմ թեթևի մեջ այս ամեն ինչը ասի, ինչ որ բաներ են, մարդիկ են անհատներ են անում, կազմակերպված չի, շատ լավ կազմակերպված է, անտիր ձևով, հատուկ բաժին ունեն, որը դրանով զբաղվում, չկասկածեք դրանում։ Հայկական մի քանի մեդիաներ, որոնք ասում էին ռուսականա, հիմա այս վերջին օրերին ապացուցվեց, որ պրոռուսական են, որտեղ Մոսկվայում բացեցին իրենց գրասենյակները եւ այնտեղից հեռարձակումներ են անում, տաղավարային եւ այլն։ Որտեղ մոտենում են ընտրությունները, չէ՞, զսպանակը սեղմվում է։ Ամբողջ լենտան Facebook-ի, դե որ մեդիայում եմ մի քանի խմբերին եմ հարում, այդ լրագրողներ, ազատ լրագրողներ, ինչ որ sense խմբեր կան, բոլոր խմբերում փնտրում ենք լրագրողներ, փնտրում ենք admin-ներ, կայքի ադմինիստրատորներ եւ այլն։ Որը շատացել է, էլի։ Շատ, հա, իհարկե, շատացել է։ Իլիա երկրորդը մեռավ։ Վայ։ Գնաց ամենայն վրաց կաթողիկոսը հարգելի բարեկամներ, Իլիա երկրորդ, չէ՞, այո, Իլիա։ Դու հիշում ես Իլիա երկրորդի հանդիպումը Գարեգին երկրորդի հետ։ Հա, վաղուց վիդեոյա, բայց այդ ինչ խայտարակ բան էր այո։ Մի հատ նայեք, ժողովուրդ ջան, այդ վիդեոն անպայման տեսանյութը նայեք, հա։ Գողականի բազար էր, կներեք։ Ձեռը խփում էր ծնկին բան են ասես զարմացած վրան են նայում այ մարդ էսո բայց ինքնից զարմացած փաստորեն ինքը տես չէր այսինքն այդպես չէր Իլիա երկրորդը այդպես այտենց չէր ուրեմն որտեղ ինձ թվում էր հավասարի պիտի լինի բայց չէ մերը հետո ես ես մի բան ասեմ էլի բանում Վրաստանում իրենց այդ հոգևոր առաջնորդը անհամեմատ ավելի սիրված է, անհամեմատ ավելի մեծ ազդեցություն ունի երկրի կառուցման ընթացքում եւ ժողովուրդը շատ ավելի բանով է նայում իրենց, հա, շատ կարեւոր դեր ունի տարբերություն մեզ։ Մի քանի անգամ կարեւոր բան է, բայց իհարկե շատ կարեւոր է որ հավատացյալ լինել հին հազարամյա քրիստոնեական արժեքներով երկրի հոգևոր առաջնորդը լինի համընդհանուր սիրված։ Դա շատ կենսական կարեւորության բան է իհարկե։ Ասենք չասեն, գոնե գիտես ինչ կարող է ինչ-որ մի չսիրեն, ինչ-որ մի բան լինի եւ այլն բան, բայց այնպիսի բաներում չմեղադրեն ու չփաստեն ինչ-որ մեր մոտ է գնում, էլի ամոթ է ուղղակի, ամոթ է։ Ամեն դեպքում Վրաստանում հրաժեշտ են տալիս համայն վրաց կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդին Պատրիարքարանի Սուրբ Երրորդություն եկեղեցում է տեղի ունենում արարողակարգը կաթողիկոս պատրիարքը մահացել էր մարտի 17-ին, հաջորդ օրը նրա աջունը տեղափոխել են Սուրբ Երրորդության եկեղեցի։ Մինչ ուղարկավորության օրը ամբողջ գիշեր հոգևորականները հոգեհանգստի արարողություններ են կատարել եւ վերջին նախապատրաստություններն արել վրաց ուղափառ եկեղեցու առաջնորդի ուղարկավորության համար։ Իդեպ շատ դելեգացիաներ են մասնակցում, տարբեր երկրի առաջնորդներ, մերոնք էլ են այնտեղ, պատարակը Գարեգին բեն թույլ չտվեցին գնալ, գիտես չէ։ Դե հայ տեսանյութից հետո չբացակայելու բան ունի երկրից, հատուկ խնդրել էր այս թաղման համար, մերժեցին։ Բայց կարողա թողին։ Ես այդ հարցերը ես չեմ կարողանում բանան։ Ինձ թվում է վախենում են, որ ինչ-որ բան փախցնի ու ինչ-որ տենց մի հարց կա ինձ թվում է։ Հետո լավ ստուդիան թողեն, որովհետև չգիտեմ, ավելի սրվեց էլի տեղից էլ հարթ չէր վիճակը, հիմա առավել սրվեց, ինչև է, հա, մենք չենք որոշողը 40 պատվիրակություններ են մասնակցում տարբեր երկրներից, մերոնցից պարոն նախագահն է Վահագն Խաչատուրյանը եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրար կողքով նստած են նկարնել հիմա արչև է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը շատ էլ լսեք, ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին հորդորել է զգուշավորություն դրսևորել։ Սա ինչ դուր չի գալիս, էլի բոլորովին, հա, ինչու պիտի մեր երկիրը այն բանի հասնի, որ իր քաղաքացիները ամբողջ աշխարհով մեկ զգուշանան։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նախազգուշացում է տարանձել ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին կոչանարով զգուշավորություն դրսևորել հաշվի առնելով մրցավոր արելքում տիրող լարվածությունը։ Ինչպես նշել է պետքարտուղարության հաղորդագրության մեջ, այս նախազգուշացումը վերաբերում է հատկապես մերձավոր արևելքում գտնվող Միացյալ Նահանգների քաղաքացիներին։ Միացյալ Նահանգների դիվանագիտական հաստատությունները այդ թվում մերձավոր արևելքից դուրս թիրախավորվել են։
Իրանին աջակցող խմբերը կարող են թիրախավորել Միացյալ Նահանգների այլ շահեր արտասահմանում կամ Միացյալ Նահանգներում եւ կամ ամերիկացիների հետ կապված վայրերն ամբողջ աշխարհում։ Ամերիկացիներին հորդորում ենք հետևել մոտակա Միացյալ Նահանգների դեսպանատան կամ հյուպատոսության ուղեցույցներին։ Դա այսօր էլ ասանք։ Այստեղ ես նյութ էի գտել մի րոպե, ուզում եմ ցույց տալ, թե on-line առցանց գովազդների վրա, որոնք իհարկե ուղղված են մանիպուլատիվ բաների, ինչ հսկայական գումարներ են ծախսվել, քննչական կոմիտեներ հայտնի եւ վիճակագրության կոմիտեն, հիմա դա եմ գտնում, եւ որ ուժերն են, որ Meta հարթակին, այսինքն Facebook, Instagram, WhatsApp, քանի հազարներ ու հազարներ են վճարել այս վերջին օրերի ընթացքում, հենց այդ հոդվածն եմ ցանկանում գտնել, որ ձեզ ներկայացնեմ, քանի քաղաքական միավոր, մի րոպե, մինչև գտնենք, ստեղ էլի բաներ կա, գտնեմ անպայման։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ հետաքրքրված չէ Իրանի հետ համաձայնության գալով։ Նրանց ղեկավարությունը վերացել է, նրանց նավատորմն ու օդուժը ոչնչացված են, նրանք գրեթե ոչ մի պաշտպանություն չունեն, եւ հիմա նրանք ցանկանում են համաձայնագիր, իսկ ես չեմ ուզում։ Միացյալ Նահանգները Իրանը հողին է հավասարեցրել, եւ այնուամենայնիվ որոշ վերլուծաբաններ ասում են, որ ես չեմ հասել իմ նպատակներին։ Այո, ես հասել եմ եւ նույնիսկ ավելի արագ, քան նախատեսված էր, ընդգծել է նա։ Թրամփը հավելել է, որ որոշ լրատվամիջոցներ, այդ թվում New York Times-ը սխալ են գնահատում իր քաղաքականություն եւ հաճախ սխալվում են։ Այս բանը մահացավ 20 քանի տարվա FBI-ի բանը ղեկավարը FBI-ի առաջվա անունը մոռացա հիմա։ Թրամփը գրեց, ասում է, մահացել է, ասում է, այո, եւ ես շատ ուրախ եմ, որ մահացել է։ Այմարդ լավ, ասենք ինչ որ անձնական բանես ունեցել է, թե բաներ ա եղել, բայց մարդու մահանալուց հետո ոնց կգրես ուրախ եմ, որ մահացել է։ Այդ մարդը 20 քանի տարի եղել է FBI-ի ղեկավարը Միացյալ Նահանգների։ Ասում է։ Եվ ազգային անվտանգությունը մյուս կողմից դեմ։ Ահա, գտա։ Մինչև դա մեր սիրած թեմաներից մեկն է։ Էլի Բեզոարյան այծ են որսացել։ Կարդացի, այո, կարդացի։ Կարմիր գրքում գրած Կակավի փոխարեն, խառնել է կակավիկը։ Պոզերը չի նկատել, էլի։ Ծիծաղում ենք, բայց ողբերգություն է, բարեկամներ։ Մի քանի հատիկ են մնացել այս խեղճ Բեզոարյան այծերը։ Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծի ապօրինի որսալու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ հայտարարություն, այնուհետև ԳԶ-ն եւ ԱԶ-ն, ԳԶ-ն դեպ շատ լավ է հապավում, հա, լրիվ բռնում է ըստ պատմության, ԳԶ-ն որսած կենթանի ուղղությամբ հայտնաբերել է փամփուշտները, հետո տեղափոխել Ձորամիջյան Արվակի ափ, որտեղ իրար օգնելով մորթել են այս Բեզոարյան այծին, պոլիէթիլենային տոպրակներով տեղափոխել են ավտոմեքենայի մեջ, շարժվել դեպի Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ, սակայն վերադառնալու ճանապարհին նկատելով ավտոմեքենան եւ կասկածելով, որ դրանում հնարավոր է ոստիկանության ծառայող լինի, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հանցագործության գործիք հանդիսացող հրազենը եւ տոպրակները դուրս են հանել ավտոմեքենայից, նետել են աննկատ մի վայր։ ՆԴ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այստեղ ապօրինի որս հոդվածով հրազենի եւ դրա բաղկացուցիչ մասերի բազմաթիվ նյութերի, սարքերի արկայության շահագրգռվածությամբ կիրառումը հոդվածնա, նախաքննությունը դեռ շարժվում է, բնությամբ պատճառված վնասի չափը ճշտվում է։ Դե հիմա չես ասի 4 ուտեք, էլի, այդ մեկն էլ չուտեք, էլի, ինչ կլիներ, մորթեք այդ ազնիվ հայվանին տանեք ուտեք արա։ Զարմանում եմ, իրոք։ Այդ մեկն էլ չուտեք, էլի, հերիք ա գերած քաբաբն ու շավուրման, էլի։ Այդ խեղճ կենթանին թող ողջ մնար։ Չէ, պետք է սպանեն, մորթեն, տանեն, ուտեն։ Չի մտնում գլուխները, հա։ Մի հատ է թանկ Բեզոարյան այծը, բան չէ, կակավիկը մորթենք, բան, այ մարդ, էս լեն ու բոլ դարում, էս բան, էլի, հասկացանք, լավ, հասկացանք, զբաղվում։ Անցյալ օրներ մեկը 100 քանի հատ կակավ էր սպանել այ մարդ։ Ախիղ չունես դու լավ,
Չոր սեզոնա հասկացանք բանա, լավ էլի, ինչ ես անելու այդքանը, այ։ Ինչ ես անելուն լավ է։ Տարբեր են մոտեցումները, տարբեր են։ Գնանք առաջ, ընկերներ, գնանք առաջ, ես մեր հանդուրժողականության վիճակը պահպանելով 174.6 միլիոն դիտում վարչապետը հրապարակել է իր սոցցանցի էջը, ասելով, որ ռեկորդային աճ է գրանցվել։ Դիտումների թիվը 137%-ով աճել են Facebook-ի։ Այդ ի տարբերություն մյուսների հետ երևի համեմատում, ուրեմն թիվը հրապարակված 89,000 ամերիկյան դոլար են ծախսել Սամվել Կարապետյանի թիմակիցները, ըստ էլի նյութի, հեսա վերջնական նյութը գտնեմ կհրապարակեմ վերջին թվերը, բայց 89,000 դոլար էր մետային, որ վճարել են այդ գովազների, բաների եւ այլն եւ այլն։ Որքանով է թիվը հավաստի, այդ արդեն թողնում են մասնագետներին, բարեկամներ։ Սա հիբրիդային պատերազմի դրսևորումներից մեկն է։ Okay, Փեզեշքյանը Թրամփի հայտարարությունների մասին է խոսել եւ ոնց հասկանում ենք իրանցիները գնալու են ինչե վերջ։ Իհարկե գնալու են մինչև վեր։ Ախր հասկանում եք իրենց կամուրջները այրված են, նահանջելու տեղ չունեն իրեն գնալու կամ մահանալու են, sense տենենց մահանալու են, էլ ինչ անեն, էլ ոնց հանձնվեն, չեն կարող։ Հետո այստեղ արդեն եկավ շատ կարևոր իրանց համար բան, այս նոր ղեկավարը, որ եկավ տղան, չէ, հիմա ինքը անձնական վրեժ ունի։ Իրանց մոտ դա շատ բան է։ Հորն են սպանել, կնոջն են սպանել, կնոջ աղբորն են սպանել, եսի մում են սպանել։ Այս մարդը արդեն գնալու է ատոմային զենք մինչև, եթե հնարավորություն ունենալու, որ ոչինչ ոչ քեզ անի, սաղ աշխարհը, որ ձեռքներից գա իհարկե, որ հնարավորություն։ Սատանային հանեցին տուփի մեջից, սենց ասեմ ես, հա։ Հիմա հետ դնելը շատ դժվար է։ Ուրեմն թվերը հստակ, որ հանկարծ սխալ բան չլինի, հա, ես ուղղեմ իմ սխալը։ Ուրեմն Մետայի գովազդային գրադարանի համաձայն 2025 թվականի նոյեմբերից 30-ը մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը մեր ձևով նախաձեռնությունը ուժեղ Հայաստան էջի համար ակտիվացրել է ընդհանուր 78 գովազդային հայտարարություն, բացի հիմնական էջից նույն նախաձեռնությունը մեկ այլ էջի միջոցով վճարովի նշումով ծախսել է լրացուցիչ $3,900 հրապարակելով 31 գովազդ, այս մեր տարածքի մասին է խոսքը։ Վերջին 3 ամիսների քաղաքական գովազդների ամենամեծ ծախսը կատարվել է Սամվել Կարապետյանի գլխավորած մեր ձևով նախաձեռնության կողմից։ Միայն մեկ էջի միջոցով ծախսվել է $53,500։ Մենակ Facebook-ի այդ մետայի գովազդի համար։ Պատկերացնում եք, դա ինչ թիվ է։ $53,500։ Ինչը վերջին 4 տարիների ընթացքում հայկական քաղաքական ուժերի կողմից մետա հարթակում գրանցված երբևէ ամենամեծ ցուցանիշն է։ Այսինքն 4 տարվա մեջ բոլոր այդ բաների ամենաբարձր ցուցանիշն է, դա ինչը ենթադրելի է, միլիարդատեր մարդա տալիս է։ Տվյալները վերցված են իդեպ Մետայի գովազդային գրադարանից, Meta այդ library կայքից, որտեղ հրապարակվում են քաղաքական ուժերի բաները, այսինքն բաց ինֆորմացիա է։ Այդ հարցով ես բան չեմ կարող ասել, որտեվ այդ իր իրավունքն է, իր փողը ծախսում է, իր բանը դնում է, հա, գովազդները դնում է։ Էդի բան չի, բայց թե ինչ տեսակ է գովազդները եւ ինչ է դա առաջացնում մարդկանց մոտ, այդ արդեն ուրիշ խնդիր է։ Օնլայն գովազդներից ընկերներ զգուշ եղեք, քաղաքական այս տարում ինչ դուք տեսնում եք Facebook-ում եւ այլն ինչ որ արվում, այդ ամեն ինչը պատվիրվում է։ Պարզից էլ պարզ է, պատվիրվում է։ Facebook քանի անգամ դա տեսնեք, դա վճարում է ցույցա տալի։ Այդ այնպես չի եղավ, որ վայ, լավնական վատնա։ Այդքան։ Բայց Zuckerberg-ը ո՞նց է փող շինում։ Դե բա ոնց բա, այդ այսպես բաների վրա են, որ ասում ամեն մի հրյա կոնֆլիկտի վրա փող ստեղծում, հիմա լրիվ այս լավ ապացույցն է։ Դուք իրար փրթեք, իրար մայր ու հայրենիք հայհոյեք, փողը տվեք ինձ։ Այդքան բա խելք ունեք։ Աշխարհ ենք կերտել, աշխարհ ենք կրթել, բան են ասում կողը։ Տեսեք ինչ այսպես են երկիրը մանանում, որ բոլորը բոլորին հայհոյում են, հրյաները շահում են մեջը։ Բա ոնց։ Խելոք են, խելոք։ Գնանք առաջ։ Ուղեղա պետք օգտագործել, ուղեղ։
ոչ թե ատոմային լինի որ օգտագործես, չէ, որտեղից։ Դե հիմա կարող ես գնել նաև, դրա համար էլ է, բայց որոշակի քանակությամբ խելք պետք է լի, հա։ Դե Կուպիլի մազգի, ասում էին ռուսները։ Դե եթե քո կողքը կարողանաս իրոք հանճարների հավաքել եւ ճիշտ նշանակումներ անել, աշխատել, ինչու՞ չէ, հնարավոր է։ Okay, ստե ինչ ունենք էլ։ Նոր անձնագրեր են Հայաստանին տալու շատ շուտով ըստ Սրփուի Գալյանի այդ բանով չիպով անձնագրերը։ Այո, որտեվ եթե դրանցից չլինի, ազատ բանը չի լինի, հա, այդ վիզաների ազատականությունը։ Արփին Սարգսյանն է դրա մասին խոսեց, որ դա կարևոր կետերից մեկն է, այս Պարսարսիչյան ներկայացուցիչը Եվրոհանձնաժողովի, որ եկել էր, դրա մասին էր խոսում, որ պետք է արագացնենք, բայց իմ ներքին ձայնը ասում է, որ թե Եվրոյի այդ կոսը, մյուսը, որ եկել էին, մի տեսակ սպասում են ընտրություններին։ Մի հատ տեսնեն, ինչ ուժեր են գալի, ոնց է լինում եւ այլն, նոր ու շատ մեծ հավանականություն կա, որ ընտրություններից հետո, եթե օրինակ գործող իշխանությունը մնա, ազատականացումը շատ ավելի արագ տեմպերով կլինի, որտեղ գոնե բաներից, մեսեջներից նման բան է զգացվում։ Թրիփի շուրջ Հայաստանի Հանրապետություն Միացյալ Նահանգներ բանակցությունները չեն դանդաղել, բնականon ընթացքի մեջ են։ Արարատ Միրզոյանն է այսօր ասում։ Հա, որտեղ այնպեսի տպավորություն է, որ այս կռիվ պատերազմ սա մոռացան, թափեցին մի կողմ գնաց, էլի։ Ուզում ասի չէ, այդպես չի։ Քիչ առաջ էլ ասացի, որ առաջին քայլը օգոստոսի 8-ին հայտարարվել է։ Երկրորդ քայլը բանակցություններն էին։ Բանակցեցինք եւ հունվարի 14-ին Ծավալուն փաստաթուղթ համաձայնեցինք։ Իրականացման շրջանակը հրապարակեցինք։ Հիմա հաջորդ քայլը պետք է լինի միջկառավարական համաձայնագրի կնքումը, որտեղ իրավական մեխանիզմները կնախատեսվեն։ Հա, թրիփի մասին կանգնած է արդյոք հարցին պատասխանում է ոչ, գնում է բնականon հունով։ Այս 4 կոմը որ խառնա, երևի դրա համար չեն նկատում, էլի որ որոշ։ Թրամփը նոր հայտարարություն ունի։ Իրանում ռեժիմի փոփոխությունը փաստացի արդեն ընթացքի մեջ է, այսօր հայտարարել է նախագահը, միաժամանակ զգուշացնելով, որ եթե Միացյալ Նահանգների կողմից կապ հաստատած իրանցի ներկայացուցիչների հետ բանակցությունները հաջողություն չունենան, ապա ռմբակոծությունները կշարունակվեն։ Թրամփը հստակեցրել է, որ բանակցությունները չեն ընթանում Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջբաթա Խամենեիի հետ, այլ այն անձանց հետ, որոնց նա բնութագրել է որպես շատ խելամիտ եւ հավելել, որ հակամարտության ընթացքում արդեն այնքան բարձր պաշտոնյաներ են սպանվել, որ ինքնաբերաբար տեղի ունենում ռեժիմի փոփոխություն։ Ուզում եմ համոզել, նա լավ ասել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա պարզապես կշարունակեն ռմբակոծել որքան ուզեն։ Այ ես տրամաբանություն։ Դե Սավալի թեմաների շարունակությամբ գիտեք են մեկամյա փոքրիկը, որ ահա որ ծեծի էր ինքնարքորքա ցավոք սրտի մահացել է, եւ այսօր Սրփուի Գալյանը այդ թեմայից էր խոսում, որ ասում է մեր հոդվածով առանձնակի դաշնությամբ սպանությունը ցմա ազատազրկման է տանում, հա, հիմա ես չգիտեմ հենց այս գործին է վերաբերում, բայց այս համատեքստում էր խոսում Տիկին Գալյանը, հա, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է արտարադատության նախարար, անդրադառնալով 1 ու 2 տարեկան երեխայի ծեծի դեպքին եւ նման դեպքերը կանխելու կամ մեղմացնելու նպատակով քրեական օրենսգրքում պատժի փոփոխությունների իրականացման մասին։ Գալյանը նշել է, որ չի պատկերացնում, թե ցմա ազատազրկումից ավելի խիստ ինչ տեսակի պատիժ կարող է լինել։ Դրանից ավելի ինչ եք դուք պատկերացնում, հարցրել լրագրողներին։ Ինչպես գիտեք, դե որտեղ մահապատիժ չունենք մենք Հայաստանում։ It's absurd, էլի, հիմա ու գիտես ինչ չեն ասում, այդ տիկին կոչվածը ստուգեցին, նորմալ էր, նորմալ չէր, գիժա։ Էլի, դա չի մեղմացնում, բայց գոնե իմանանք։ Հա, բայց ես կարծում եմ, որ ինչ-որ բաներ կլինեն, խախտումներ կունենա, հնարավոր չէ, այդ տարիքի երեխա այդքան ծեծես, որ չէ, հոգեկան շեղում կունենա անպայման, կունենա։ Բայց անմեղ սունակա թե ոչ, արդեն։ Այդ արդեն դե հա, համապատասխան ուժերը պիտի։ Դե այդ ժամանակ էլ հոգեբուժարան են, պարտադիր բուժման են ուղարկում, եթե անմեղ սունակա, որ հասարակությունից կտրեն իրեն, էլի, որտեղ կարող է շարունակաբար վնաս հասցնել։ Այստեղ մեկնաբանություններում Անահիտ Բալուլյանը
որսի, ապօրինի որսի թեմայով ասում է կակավիկներին վաճառում են ռեստորաններին, բավականին բարձր գներով, տանում հանձնում են, խեղճ Ես կակավներ։ պատմել եմ, չէ, ուրեմն փետրվարի 23-ին գինես Հայաստանի ոնց են ասում գովազդված ռեստորաններից մեկը տարա, որ իբր Միշլենի աստղեր ունեն, աստղեր բերեմ երկնքից բան, մի հատ գժական տեղ, որ հերթով պիտի գրես, հարցում անես, քեզ կթողեն մտնես, թե տարավ վերջը։ Մի օր առանձին հաղորդում եմ նվիրելու այդ խեղ կատակությանը, աբսուրդի թատրոններ, բայց վերջում ուտելիք բերեցին դերենիք, կակավիկ ասում, ուրեմն լորի ճանկներ ու այդ ձեռ այդ նկարը կա, հələ մի հատ հիշեմ ցույց տամ։ Ճանկը պատկերացնում ես, երևում է, սենց երևում է ու ծալված, ու ասենք այդ ցավը ամփոփված էր այդ մի բուր բդի մեջ արա, այդ ինչ էր այդ ու այդ պատմում է այդ խոհարար մատուցողը, սա որ սա ցել ենք, չգիտեմ, որ բան թաթախված է, ինչ թաթախված, չթաթախված, նայում ես այդ նորմալ բանականությամբ մարդը դա կուտի, ճանկով այդ խեղճ այսքան Նա, 2 րոպե ունենք, ավելացնելու բան ունեք։ Վերջ։ Ցավով անջատվեց մեր եթերը, դերինիք այդ կապը ընդհատվեց ընկերներ։ Ես նկատել եմ, հենց մի ժամը գալիս է, դերինիքի կապը ավտոմատի վրա է դրած, անջատվում է ուղղակի։ Okay։ Այսքանը բարեկամներ, այսքանը 1 ժամ է զրուցում ենք, շնորհակալություն բոլորին ուշադրության համար, շնորհակալություն մեր գործընկերներին։ Իդեպ ուրախությամբ պետք է ասեմ, որ նոր գործընկեր է մեզ միանալու, վաղը արդեն երևի պաշտոնապես կներկայացնեն, գովազդը պատրաստման փուլում է, առողջապահության բնակավարից է, մերսումների եւ տիբեթյան սանղակով, բավականին լուրջ բժշկական, այսպես միջամտությունների վարպետ երկար տարիներ մեր համայնքում, Գլենդելում, Լոս Անջելեսում գործունեություն ծավալած մեր լավ ավակ ընկերներից մեկն է միանում մեզ, յուրախություն բոլորիս։ Վաղը պաշտոնապես կներկայացնեմ, բարի գալուս կասենք մեր գործընկերոջը, գովազդը հիմա պատրաստման փուլում է։ Ես շնորհակալ եմ այն գործընկերներին, որ մեզ հետ են, ովքեր գնահատում են մեր աշխատանք, ովքեր մեր կողքին են, ովքեր իրենց բիզնեսն ու առաջընթացը վստահում են մեզ, մեր հաղորդմանը։ Մենք 8 տարի ամեն օր մենք խոսում ենք մեր